Ողջույն հարգելի աղեղնավորներ, սա ձեր հորոսկոպն է փետրվար ամսվա համար։ Փետրվարին ձեզ մոտ ակտիվ է տունը, տան հետ կապված հարցերը, ընտանիքը, հայրենիքը, նաև կարող եք գնալ հայրենիք, գնալ հետ տուն, տեղափոխվել, տան հետ կապված ինչ-որ վերանորոգումներ անել, եթե իհարկե լավ եղանակ լինի։ Յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր հարց տան հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված, տեղափոխության, նոր ապրանքներ գնելու, նոր տեխնիկա գնելու տան համար, այդ ամենը ձեզ համար շատ ակտիվ է փետրվար ամսին։ Եվ սկսենք սկզբից, փետրվարի 1-ին տեղի ունենալու լիալուսին ձեր 9-րդ տանը, 9-րդ տունը դա ուսման տունն է, օտար երկրի տունն է, հնարավոր է քննությունների ավարտն է կամ իմանում եք օրինակ ինչպես եք հանձնել ձեր քննությունները, օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց, կապված վիզայի հետ, դրանց պատասխանները կարող եք ստանալ, եթե ինչ-որ բաների եք սպասում, կամ կլուսավորվի ինչ-որ պատասխաններ կիմանաք, որը ձեզ համար արդեն պարզ կլինի հետո ինչ եք անելու։ Սա նաև ավարտ է, ինչ-որ գործընթացի ավարտ է, միգուցե օտար երկրի հետ կապված, ինչ-որ գործեր եք անում, հիմա ավարտում եք։ Կրոնի հետ կապված հարցերը այստեղ, միգուցե սկսեք մեկ այլ երկրի մշակույթ կամ կրոն ուսումնասիրել, տեսնել ինչպես է նա ձեզ համար ավելի կհետաքրքրի։ Նաև օտար լեզուներն են, եթե սովորում եք, ապա հիմա կարող եք ավարտել կամ վերջնական կարող եք որոշել, որ վերջ է, ես սկսում եմ սովորել օտար լեզու։ Փետրվարի 4-ին Ուրանը կլինի ուղղահայաց ձեր 6-րդ տանը, սա աշխատանքի տունն է, եթե անընդհատ աշխատանքի համար եք դիմում այստեղ այնտեղ պատասխանները անդադ ոչ կամ ձգձգվում էր պատասխանները կամ մեկ այս աշխատանքին եք անցնում, մեկ այն աշխատանքին, չգիտեիք ընդհանրապես պայմանագիր չկա աշխատանքային, այդ ամենը հիմա արդեն կուղվի։ Աշխատանքի վայրում միգուցե անընդհատ ինչ-որ բաներ էին փչանում, որը պետք էր սարքել, պետք էր վերանորոգել, հետաձգվում էր ամեն ինչ, որ սրա պատճառով, նրա պատճառով, մեկ էլեկտրականություն չկար, մեկ սա, այդ ամենը ամբողջությամբ կանցնի։ Նույնն էլ աշխատանքի փնտրտուքները, եթե դժվարություններ կային ընտրելու հետ կապված, ապա եւս։ Նաև սա առողջությունն է, միգուցե անսպասելի առողջություններ վատթարանում կամ մեկ լավ եք, մեկ վատ, չէր լինում ոնց որ բալանսի բերել առողջությունը, որովհետև Ուրանով ամեն ինչ այստեղ սպասելի է։ Եթե տան օգնական եք փնտրում կամ տան կենդանիները կարող են եւս այս ժամանակահատվածում, չգիտեք ինչ է կատարվում իրենց հետ, ինչ որ մի բան այնպես չէր, հիմա այդ ամենը ամբողջությամբ կկարգավորվի։ Փետրվարի 6-ին Մերկուրին է անցնում ձեր 4-րդ տուն, դա հենց կապված է արդեն տան հետ, սա որոշ փաստաթղթեր կարող եք ստանալ, տան հետ կապված, կարող է իրավունք է, սեփականաշնորհման իրավունք է, տուն եք գնում, տուն եք վաճառում, այնտեղ նոտարի հետ կապված հարցեր են, տեղափոխության հետ կապված նոր վարձակալական բնակարան, որը պետք է ստորագրեք, այդ բնակարանի համար պայմանագիր կնքեք։ Այստեղ բավականին տանը հյուրեր կունենաք, դուք կարող եք գնալ ինչ-որ ձեր հարազատ մարդկանց տուն հյուր, նամակներ կստանաք, զանգեր անընդհատ տանը, հնարավոր է նաև ընտանիքի անդամների վերաբերյալ նորություններ, ծնողներից որոշ նորություններ, որոնք կարող են դե շատ ինչ-որ մեծ գլոբալ բաներ չեն, շատ ինչ-որ կարևոր տեղեկություններ չեն։ Ոմանք կարող են սկսել աշխատել տանից, խոսեք օրինակ հաճախորդների հետ կամ այնպիսի աշխատանք անեք, որ օրինակ ինձ նման նստած տանը կամ ինչ-որ մի անկյունում խոսում եք հաճախորդների հետ, հետևորդների հետ, միգուցե նմանատիպ գործողություններ եք անում, կամ ստիպված եք նաև աշխատել տանը, որովհետև այստեղ Ուրանով նաև կարող է առողջության հետ էր կապված խնդիր եւ կամ ձեր ծնողների կամ երեխաների, որին եւ որ պետք է խնամեք եւ նաեւ աշխատեք։ Կարևոր կլինի այստեղ տան հետ կապված ոչ թե իրեր գնելը, միգուցե նաեւ ոնց որ առաջանում է, անհրաժեշտություն, որպեսզի դուք գնեք դա։ Չնայած որ հետո հետադարձ է լինելու, եթե ինչ-որ մի բան եք գնելու, ապա դեռ ամսվա սկիզբ գնեք, որովհետև ամսվա վերջ արդեն նա հետադարձ է։
Եթե անհրաժեշտությունը կա, ապա անպայման գնեք։ Նաև կարճատև ուղևորություններ, կապված նաև ընտանեկան հարցերի հետ, հնարավոր է տան փոփոխությունն այստեղ, նաև վերադարձ հայրենիք կամ հայրենիքում եք վերադառնում եք արդեն ձեր տուն, որտեղ որ բնակվում եք, նաև հեռավոր կողը ազգականը կա, եթե անսպասելի նաև կա, այստեղ ուրանով նաև, ոմանք նաև կարող է հողամաս գնեն կամ հողամասը որոշեք օգտագործել եւ այնտեղ աշխատանքներ տանեք, կամ ոչափաստաթղթեր ձևակերպեք անշարժ գույքի հետ կապված, գյուղատնտեսության, այգեգործության հետ կապված, վարձակալության հետ կապված հարցերը եւս լուծեք, անեք, ավարտեք։ Ինչ-որ փաստաթղթեր են, որոնք տան հետ կապված է դա, կարող եք ստանալ, որ իրավունքն եք օրինակ այդ տարածքում ապրել։ Փետրվարի 6-ին, փետրվարի 10-ին ներեցեք Վեներան է անցնում եւս ձեր 4-րդ տուն։ Այստեղ արդեն Վեներայով բավականին շատ խաղաղ կլինի ձեր տունը, ավելի ներդաշնակ կլինի, ցանկանա գեղեցկացնել բնակարանը, դե համար կարող է մինչև այդ արդեն Մերկուրին ձեզ դե համար եք ձգտում ոչ տան իրեր գնելու, որովհետև Մերկուրին հետ տան իրերն է։ Տան մեջ ծնողների հետ հարաբերությունները, երեխաների հետ հարաբերությունները հիանալի կլինեն, հատկապես կանանց հետ։ Կարող եք գեղեցիկ զարդարել բնակարանը, ծաղիկներ գնել, տեղադրել, նոր կահույք, հողը, հող կարող եք գնել արդեն օրինակ ամսի 6-ին եւ ամսի 10-ին արդեն ինչ որ գործողություններ անեք այնտեղ, գեղեցկացնեք կամ տան հետևի այդ հողամասը, հողատարածքը գեղեցկացնեք, այդպես ինչ որ բակային, հետաքրքիր, ամառային, որովհետեւ գեղեցիկ տեղ սարքեք։ Սա շատ լավ ժամանակ է, որ տանը նստեք, օրինակ ստեղծագործական աշխատանքով զբաղվեք, ձեռագործ աշխատանքներով, արհեստի հետ կապված այն ինչը որ մարդը կարող է տանը նստած անել։ Ովքեր որ շփվում են, հնարավոր է գնաք ձեր սիրելի ծնողների հետ ծանոթանաք կամ եթե դուք եք ծնող, ապա ձեր երեխաները կբերեն իրենց սիրելիներին, որպեսզի ձեզ հետ ծանոթանան։ Նաև կարող եք նշանադրություն կազմակերպել, այդպես խոսքապ անել եւ այլն մատանի դնել։ Դե շատ լավ ժամանակ է նաև հարսանիքի, ընտանեկան խնջույքների համար, երեկույթների համար, հյուրեր ընդունելու համար։ Այդ ամենը շատ հիանալի կանցնի, հաճելի, ժպիտով, ուրախ, բարձր տրամադրությամբ։ Եվ շատ բարենպաստ ժամանակ է հնագետների համար, երկրաբանների համար, պատմաբանների եւ ովքեր որ զբաղվում են այգեգործությամբ։ Փետրվարի 14-ին Սատուրնն է անցնում Խոյ նշան, լինում է դա ձեր 5-րդ տանը։ Ճիշտ է, այս այդ մասին շատ ավելի մանրամասն կխոսեմ դեռ, պատրաստում եմ արդեն տեսանյութը, այնպես որ այդ մասին ավելի մանրամասն կլինի, իսկ Սատուրնը սիրո հետ կապված հարցերում, այստեղ հնարավոր է նաև փորձարկի ձեր սերը, կարող է սերը քչացնի, պակասացնի, եւ դուք հասկանաք օրինակ, որ դիմացինը ձեզ այդքան էլ չի սիրում։ Դա եւ որ Սատուրնը երբ որ մտնում է, ամեն ինչ ոնց որ նեղացնում, փոքրացնում է եւ դիմացինին թվում է թե իրենց չեն սիրում, իրենց չեն հարգում, բիզնեսից գումար չկա, եթե բիզնեսով եք զբաղվում, բիզնեսը եւս, այնպես կանի, որ դուք կարգ ու կանոն մտցնեք եւ սովորեք, որ ձեր բիզնեսը քիչ եկամուտ պետք է բերի եւ դուք այդպես ապրեք։ Այդ սովորությանն է սովորեցնում ձեզ, ոչ թե երբ որ քիչ է, պետք է գնաք անպայման պարտքեր անեք, որ բերեք ձեր բիզնեսը զարգացնեք, ոչ, սա դրա համար չէ, որ դուք ուղղակի կարողանաք ճիշտ դրսևորել, ճիշտ հաշվարկել ձեր գումարները, նաև սիրո հետ կապված, որ հասկանաք սերը, որ զգաք թեկուզ եթե քիչ սեր ստանաք, միևնույն է դուք իրեն սիրում եք, այստեղ հարաբերություններին կարող է շատ կպնել, կախված է ձեր անձնական քարտեզից նաև, թե ինչպիսի կշարունակվի ձեր հարաբերությունները, եթե լարված միացում ունեցավ, ուրեմն երբ որ ինքը դասեր տա, ապա դուք կարող եք այդ դասերին չդիմանալ, եւս դա պետք է հաշվի առնեք։ Երեխաների հետ կարող եք նաև մի փոքր սառը լինել, երեխաները ձեզ հետ կարող են սառը լինել, եթե երեխա եք ցանկանում, գուցե հիմա
չցանկանաք ունենալ, հա, ոնց որ այդ ցանկությունը անցնի ձեր ներսից, եթե դուք ուզում եք դեռ երեխաներ ունենայիք։ Դե ավելի մանրամասն ես կխոսեմ այդ թեմայի շուրջ։ Փետրվարի 17-ին տեղի կունենա խավարումը ձեր երրորդ տանը։ Սա արդեն փաստաթղթերի հետ կապված հարցեր է, ուսման հետ կապված հարցեր են, որոնք որ առաջ կշարժվեն, որովհետև արևի խավարում է, դա արդեն նորալուսին է, ինչ-որ մի բան արդեն կսկսի ձեզ մոտ առաջ շարժվել, մեքենա կցանկանաք գնել, փաստաթղթերի պատասխանները կստանաք, փաստաթղթերը կստանաք, կցանկանաք սովորել, կամ կընդունվեք ոյցը միտեղ սովորելու համար, քուր, եղբորից, ինչ-որ ոյցը նորություններ կլսեք, ոյցը տեղեկատվություններ, եթե հարաբերությունները այդքան էլ լավ չէին, ապա պետք է կարգավորեք խավարման միջանցքում, եթե չկարգավորեցիք եւս էլի տարիներ շարունակ կարող է ձեր հարաբերությունները ավելի սրվեն, ավելի վատանան։ Փետրվարի 18-ին արևն է մտնում ձկներ նշան ձեր 4-րդ տուն, այս դեպքում եւս արևը 4-րդ տանը, դա նշանակում է, որ դուք տան մեջ ոնց որ կփայլեք, տան անդամները մի տեսակ ուրիշ ձև կվերաբերվեն ձեզ, ավելի շատ կցանկանաք տանը մնալ, այդ տան հարմարավետ իրավիճակում, դե ավելի շատ կխոսեք կամ կքննարկեք, ավելի շատ շոշափվում են այն հարցերը տան հետ կապված, ընտանիքի, երեխաների, ծնողների հետ կապված, միգուցե արդեն որոշեք, տունը չփոխենք, տունը ոնց որ լավը չէ, ավելի լավ բան, կուզենաք, երեխաներից կարող եք նորություն լսել, ձեր ծնողներից, ձեր հայրենիքից նույնպես։ Էներգիայի մեծ մասը կծախսեք տան և ընտանիքի վրա, իրենց հարմարավետության համար։ Ծնողներին նույնպես, միգուցե պետք է ծնողներին բերել ձեր տունը, մնա հատկապես հայրիկին, կամ դուք պետք է գնաք իր մոտ մնաք, կամ իր տունը պետք է խնամեք, իր տունը պետք է վերանորոգեք կամ ինչ-որ մի բան այնտեղ ձևափոխեք։ Եվ կարող եք խոսել տան վաճառքի, ձևավորման, մտածում եք արդեն հեսա տաքերը լինեն, տունը վերանորոգենք, նմանատիպ ոյցը պահել, որ տունը լուսավորվի, միգուցե պատերի գույնը ցանկանաք ավելի բաց անեք, ինչ-որ բաներ փոխեք ավելի բաց երանգի հետ, որ փայլի տունը։ Փետրվարի 20-ին Սատուրն է միանում Նեպտունին, սա շատ կարևոր հզոր միացում է ձեր 5-րդ տանը։ 5-րդ տունը դա հենց սիրո տունն է, երեխաների տունն է։ Այստեղ պետք է յուրաքանչյուր հղիկին իրեն ավելի հանգիստ պահի այս ժամանակահատվածում, ճիշտ է իրենց միացումը այնպես չի, որ շատ այսօր եղավ վաղը վերջ, այդ միացումը երկար ժամանակ է տևելու, որովհետև իրենք երկուսն էլ դանդաղ են, դե Նեպտունը ավելի դանդաղ է, Սատուրնը գոնե մի փոքր առաջ կգնա, բայց էլի երկար ժամանակ կարող է պահպանվել այդ միացումը իրար։ Ընդհանրապես Նեպտունը դա երկակիություն է նաև, Նեպտունը դա հավասարացնել հողին ամեն ինչ, ինչը որ կա իր շուրջ, իսկ Սատուրնը դա ավելի նորը կառուցել, ավելի կարգ ու կանոնով, սա նաև սիրուն է վերաբերվում, նաև երեխաների հետ հարաբերությունները, նաև ձեր հոբին, կարող է մտածեք, ես ինչ եք անում ընդհանրապես եւ ամբողջությամբ փոխեք, սկսեք զբաղվել մեկ այլ բաներով։ Ես ավելի մանրամասն կխոսեմ սա մասին եւս պատրաստում եմ տեսանյութ, որովհետեւ ինքը շատ կարեւոր է մեզ համար։ Ընդհանրապես այս ամսում միացումներ ունենք, դիրքեր ունենք, որի մասին ես մշտապես առանձին խոսում եմ։ Դրա համար հիմա որոշ չափով կասեմ, հետո արդեն կանդրադառնանք ավելի մանրակրկիտ առանձին տեսանյութում։ Փետրվարի 26-ին Մերկուրին կլինի հետադարձ արդեն եւս ձեր 4-րդ տանը, այս ժամանակահատվածում ոչինչ պետք չի անել։ Եթե տունը տեսել եք փետրվարի սկիզբ, արդեն ձևակերպել եք, ամեն ինչ արել եք, դա կարող եք վերցնել, նոր բնակարան պետք չի գնել, վարձել, նոր տեխնիկա գնել բնակարանի համար, նոր իրեր գնել բնակարանի համար, որովհետև երբ որ Մերկուրին կլինի ուղղահայաց, նա ձեզ արդեն դուր չի գա, այլ պետք չեն լինի դրանք ձեզ, այնպես չեն աշխատի, ինչպես որ պետք էր, տունը եւս կարող եք տեսնեք, ամեն ինչ լավ է, բայց տեղափոխվեք եւ դու տեսնեք ինչ որ խնդիրներ կան անընդհատ այդ տան հետ եւ անընդհատ պետք է գործ անել, գործ,
Միգուցե եւ ավելի շատ ծախս, քան տունը գնելն էր։ Դրա համար պետք չի, հա, ինչ որ մի բան ոնց որ թաքնված է միշտ լինում նմանատիպ կամ պայմանագրերի հետ կապված, մեկ էլ տեսակ, ինչ որ մեկն էլ եկավ, ասաց, գիտեք, այս տունը իմն էլ էր եւ ես դեմ եմ վաճառքին եւ այլն, հա, նմանատիպ խնդիրներ բավականին շատ են լինում, փաստաթղթերի հետ կապված են շատ լինում խնդիրներ, անվան ոչ ճիշտ գրառում եւ պետք է ժամը սպասեք մինչեւ ինչ որ խնդիրներով դա կարող է լինել։ Եվ ի վերջո, հա, կարող է տունը այնպեսին չլինի, ինչպեսին որ դուք եք պատկերացնում, դուք եք ուզում, հա, առաջին հայացքից տեսակ, հավանեցիք, լավն է, բայց հետո մտնում եք, տեղափոխվում եք ապրում, տեսնում ինչքան խնդիրներ կար այդ տան մեջ։ Եվ փետրվարի 28-ին Մերկուրին է միանում Վեներային եւս ձեր 4-րդ տանը։ Այստեղ արդեն կարող եք խոսել սիրո մասին, երեխաների նշանադրության, հարսանիքի մասին։ Դե շատ լավ է այստեղ տունը գեղեցկացնել, հա, ոչ թե տան իրեր գնել, այլ տունը գեղեցկացնել, հարաբերությունները մեկը մյուսի հանդեպ հիանալի կլինի, մեկը մյուսին շատ սեր կտա, երեխաները դուք երեխաներին։ Եվ այստեղ իրոք կարող եք քննարկել հենց այդ հարցը, դե 4-րդ տունն է ձեզ մոտ, միևնույնն է, ամբողջ ամիս ձեզ մոտ այդ թեման անընդհատ խոսացվելու է, միևնույնն է, մեկ Վեներան է մտնում, Մերկուրին է մտնում, հետո իրար են միանում, այսպես թե այնպես ինքը դա է ձեզ տալու։ Եվ հենց ավելի շատ սեր, ավելի իրոք կամ կծանոթանաք ձեր երկրորդ կեսի ծնողների հետ, որոնք որ ձեզ հիանալի կընդունեն, եթե ձեր երեխաներն էլ բերեն, հա, իրենց սիրելիներին, որպեսզի ծանոթանաք, դուք եւս իրենց շատ կհավանեք եւ միանգամից կընդունեք ընտանիքի անդամ իրենց։ Այսքանը սիրելիներս, թող որ փետրվար ամսին ձեզ համար լինի միմիայն հաջողության ամիս, բոլոր առումներով։